Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը համակարգային եւ նպատակային քայլեր է ձեռնարկում կանխելու ինչպես թմրամիջոցների անօրինական շրջանառությունը, այնպես էլ դրանից բխող հանրային վտանգները։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են օրեցօր ուժեղացնել վերահսկողության մեխանիզմները հանցավոր ցանցերի բացահայտման եւ կանխարգելման ուղղությամբ։ Չափազանց կարեւոր էր, որ այս տարվա մայիսին կառավարությունը հաստատեց թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը եւ դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը։ Արփինե Սարգսյանը դեռևս 2024 թվականին ելույթ ունենալով ՄԱԿ-ի թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 67-րդ բարձր մակարդակի նիստում Հայաստանի անունից հանդես էր եկել հանձնառությամբ մշակելու թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը։ Թմրամիջոցների դեմ պայքարի քաղաքականության միջազգային բոլոր պարտավորությունների կատարումն ընդլայնելու եւ թմրամիջոցների չարաշահման, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի մշակման եւ արտադրության, ինչպես նաեւ այդ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության ռեկորդային ծավալների մարտահրավերներին դիմակայելու նպատակով, ինչպես նաեւ 2019 թվականի նախարարական թիվ 2 հռչակագրի ընդգծմանը համապատասխան, ես պարտավորվում եմ Հայաստանի Հանրապետության անունից մշակել Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը։ Ռազմավարության ընդունմամբ սկիզբ է դրվել նոր քաղաքականության հիմնված կանխարգելման, բուժման, վերահսկողության եւ վերաինտեգրման սկզբունքների վրա։ 2025 թվականի առաջին եռամսյակում ընդհանուր առմամբ հանրապետության իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 173 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 134 կիլոգրամով ավելի։ Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում ներքին գործերի նախարարությունը շեշտը դրել է արտադրության եւ ներմուծման շղթայի վրա, ինչը հնարավորություն է տալիս իրավիճակն առավել վերահսկելի պահել։ Այս համատեքստում ներքին գործերի նախարարության ոստիկանությունն առանձնահատուկ կարևորում է հանրապետության սահմանային հատվածներում մեծաքանակ թմրամիջոցների մաքսանենգ ներկրման դեպքերի բացահայտումները, ինչի շնորհիվ կանխվում է հետագայում թմրամիջոցների փոքր չափաբաժիններով տարածումը հանրապետությունում։ Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում ներքին գործերի նախարարությունը սերտորեն համագործակցում է ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ ներպետական այլ իրավապահ մարմինների հետ, ապահովելով համադրված եւ համակարգված մոտեցում։ Ապօրինի թմրաշրջանառության դեմ արդյունավետ պայքարը հանրային անվտանգության հարց է, քանի որ այս հանցատեսակը ուղիղ հարվածում է բնակչության առողջությանը։ Ներքին գործերի նախարարությունը եւս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունը թմրամիջոցների զերծ, անվտանգ եւ առողջ հասարակություն ձևավորելուն։